Ողջույն, հանրայինի եթերում Անիվ Արտն է, մշակութային տարբեր իրադարձություններ տեղ են գտել այսօրվա մեր եթերաժամում, միացեք մեզ։ Եվ այսպես երեկ Ստեփանակերտում կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Ղարաբաղ թաքնված գանձ» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը։ Սա երիտասարդ ռեժիսորի առաջին ֆիլմը չէ արցախյան թեմայով։ Իմ ֆիլմերի միջոցով աշխարհը կարող է բացահայտել Արցախը։ Շնորհանդեսից հետո մեզ հետ ունեցած զրույցում նշեց Ջիվան Ավետիսյանը։ «Ղարաբաղ թաքնված գանձ» փաստավավերագրական ֆիլմում ծնունդով արցախցի ռեժիսորը փորձում է բացահայտել իր բնօրրանը, բացահայտել իր ներաշխարհի պրիզմայով։ Հայկական այս փոքրիկ աշխարհի անձեռակերտ բնությունը, պատմամշակութային ու հոգևոր հնամյա կոթողները, Արցախցու կենցաղն ու ավանդույթները, օպերատորական եւ ռեժիսորական հետաքրքիր ու մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ մեր առջև բացում են աշխարհի այն թաքնված անկյունը, որ Արցախ է կոչվում։ Մի պահ նույնիսկ արցախցի հանդիսատեսը կարող է զարմանալ, միթե սա այն երկիրն է, որտեղ ինքը ապրում է ծնված օրվանից։ Իր հնության եւ մշակութային հարստության հետ մեկտեղ Արցախն ունի մի տեսակ վայրի ազատություն, ինչը հենց կարող է գրավել մեծ քաղաքների բազմահարկ շենքերից եւ աղմուկից հոգնած օտարերկրացուն։ Նշեմ, որ ֆիլմը նկարահանվել է ԼՂՀ կառավարության առընթեր զբոսաշրջության վարչության Երկիր մեդիա հեռուստաընկերությանը տված պատվերի շրջանակներում։ Արցախում զբոսաշրջության զարգացումը խթանելու գործում այն իր դերակատարությունը կունենա անկասկած, եթե լավ գովազդվի դրսում։ Իդեպ ավելացնեմ, որ ֆիլմն արդեն ունի անգլերեն եւ ռուսերեն տարբերակներ։ Շնորհանդեսից հետո Ջիվան Ավետիսյանի հետ խոսեցինք ոչ միայն ֆիլմի, այլև ռեժիսորի ստեղծագործական ընթացքի մասին։ Աշխատում եմ Երկիր մեդիա հեռուստաընկերությունում որպես գլխավոր ռեժիսոր, մեծ պատվով եւ պատասխանատվությամբ անում եմ իմ աշխատանքը եւ նաեւ նկարում եմ ֆիլմեր հոգու եւ սրտի համար։ Այսինքն ստեղծագործական իմ կյանքում ամեն ինչ լավ է եւ լեցուն է ստեղծագործական եռանդով եւ ձեռքբերումներով Փառք Աստծո։ Սա Ջիվան Ավետիսյանի արցախյան թեմայով նկարահանված առաջին ֆիլմը չէ, եւ նախորդ եւ այս ֆիլմում ռեժիսորը նպատակ ունի կարեցածին չափով ներկայացնել իր փոքրիկ Արցախը աշխարհին, ներկայացնել ոչ թե որպես կոնֆլիկտային գոտի, այլ մի վայր, որտեղ մարդն ապրում է բնության հետ ներդաշնակ ու նաեւ 21-րդ դարում փորձում է քայլել ժամանակի հետ։ Գիտեք, վերնագիրը ինքը արդեն հուշում է, որ Ղարաբաղ թաքնված գանձ, ուրեմն Ղարաբաղում թե ղարաբաղցիների եւ թե իհարկե ամբողջ աշխարհի համար շատ գանձեր կան, որ թաքնված են եւ ֆիլմի նպատակն է ներկայացնել աշխարհին, ներկայացնել հանրությանը, դա լինեն ղարաբաղցիներ, թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ներկայացնել Ղարաբաղը զուտ չներկայացնել ուղղակի ինչպես ներկայացվել է մինչ այժմ, որովհետեւ կարծում եմ ֆիլմում ներկայացված Ղարաբաղը գոնե մի քիչ այլ է, քան նախկին ներկայացված բոլոր տարբերակներում։ Ներկայացնել առաջի հերթին համարժեքը մի շարք այլ երկրների թաքնված գանձերի, մի շարք այլ երկրի 30 մարդու կողմից եւ բնության կողմից արարված հրաշալիքների համարժեք ներկայացնել օտար երկրացուն Ղարաբաղը ոչ թե կոնֆլիկտի գոտի, այլ ներկայացնել որպես զբոսաշրջային կենտրոն։ Ֆիլմի սցենարի հեղինակը Մարիաննա Փայտյանն է, ով, ինչպես Ջիվանն է ասում, եկել է Արցախ, զգացել տեղի բնության եւ մարդու հոգին, հետո գրել տեքստը։ Ֆիլմի հաջողությունը ոչ միայն իր, այլև ամբողջ ստեղծագործական խմբի հաջողությունն է, ասում է Ջիվան Ավետիսյանը։ Հրաչյա Հարությունյանը եղել է օպերատորը, որը որ իսկապես վարպետորեն կատարել իր աշխատանքը եւ բեմադրող նկարիչ Էդուարդ Հակոբյանը, որ դարձյալ մանրակրկտորեն եւ հստակ հասկանալով իր խնդիրը արել է դարձյալ իր աշխատանքը շատ բարձր մակարդակով։ Մենք ստեղծագործական խմբով միջև Արցախ գալը ամիսներ շարունակ աշխատել ենք սեղանի շուրջ, քննարկել ենք սցենարը կադր առ կադր, հասկանալով ամեն տեղանքի յուրահատկությունը եւ բնորոշ մոտեցումը, յուրաքանչյուր վայր, յուրաքանչյուր տեսարան ուրույն ինքնատիպ մոտեցում է պահանջել։ Եվ չգիտեմ, կարծում եմ, որ իմ ստեղծագործական խումբը հստակ կարողացել է խնդիրը լուծել եւ հաջողվել է մեզ դա, որովհետեւ տեսեք մի կարևոր բան կա։ Սեղանի շուրջ երբ որ քննարկում ես սցենարը, դու միշտ փորձում ես եւ դա քո մոտ այդպես է ստացվում, բարդ խնդիրներ ես դնում քո առաջ, որ այ մենք պետք է գնանք եւ այս ձևով նկարահանում անենք։
Բայց երբ գալիս ես վայր, հասկանում ես, որ բարդությունները շատ են։ Կամ դու պետք է նահանջես, հրաժարվես քո նախապես մտածած եղանակից, նկարահանման, ընթացքի, ձևից, կառուցվածքից, կամ պետք է համառ լինես, տանջվես, պետք է եղած դեպքում ամբողջ տեխնիկան քո ուսի վրա կրես, բարձրացնես Տիգրանակերտ, բարձրացնես Ազոխի քարանձավ, պետք է առավոտ 5-ին արտանաս, շարժվես մեքենայով մինչև Հադրուտ, որպեսզի արեգակը երբ որ ծագի, շողերը խփեն Ազոխի քարանձավին։ Թե չէ դու կորած ես այդ նկարանում, անիմաստ ես նկարում։ Այս խնդիրները դու դնում ես սեղանի շուրջ, շատ հեշտ է։ Թեյ, սուրճ, հաճելի միջավայր, հով, ու հանկարծ նկարման վայրում արև, անջուր, փոշի ու հոգնածություն։ Կամ դու կնահանջես, կամ դու կդնես համառ եւ կհաջողես։ Ամբողջը կապված է թե որքան է ստեղծագործական խումբը սիրով մոտիկ անում նրան։ Իսկ դու ինքդ գոհ ես։ Գիտեք, ես մի գաղտնիք բացեմ, որ ես կարծում եմ, որ հաջողել եմ մեծ մասը ինչ իմ առջև դրել եմ, բայց ես վստահ եմ, որ այս ֆիլմից հետո շատ ուրիշներ շատ ավելի լավ ֆիլմ են նկարելու։ Եվ ես վստահ եմ, որ երբևէ անդրադառնամ արցախյան թեմային, շատ ավելի լավ ֆիլմ եմ անելու։ Բնականաբար կլինեն քննադատություններ, իսեր Աստծո, ասենք ինձ ասում են, որ ֆիլմում էջ չկա։ Բայց չկա։ Գազը, ինչ էր, թութը քաշում են ոչ թե փետի օջախով, այլ կրակով։ Է շատ լավ է։ Սա այդ քննադատությունը չի։ Սա ուղղակի սուբյեկտիվ կարծիք։ Այսինքն պետք է մասնագետների երևի աչքով։ Մասնագետները, ես իմ ընկերների համար երբ որ նարեկացիոն պրեմիերա եմ արել, իմ ընկերները մասնագետներ են։ Մենք շատ ենք խոսել։ Եվ այո, ըստ մասնագետների եւս հաջողված է, որովհետեւ դա շատ կարեւոր է, որ մասնագետները, որովհետեւ հասկանալով են ամեն ինչը, կադրի մոնտաժի համակարգից հասկացող մարդիկ, կադրի կոմպոզիցիայից, լույսից, ծվերից, գույնից, շարժումից, տեքստի բովանդակությունից, ամենից հասկացող մարդիկ կարողանան ասեն, որ այո, իսկապես այո, ստացվել է ֆիլմը։ Եվ բրավո ոչ թե ինձ, այլ իմ ստեղծագործական խմբին, մոնտաժող Արսեն Սարգսյանին, որը որ իմ հետ ուղղակի գիշերներ է լուսացրել մոնտաժայինում։ Ղարաբաղ թաքնված գանձ ֆիլմը մինչ Արցախյան շնորհանդեսը ցուցադրվել է Երևանում։ Ռեժիսորը լսել է եւ գովեստի խոսքեր, եւ քննադատություն։ Ամեն անգամ ֆիլմը դիտելուց հետո այնտեղ գտնում են պահեր, որոնք կարող էին ավելի լավը լինել, ասում է Ջիվան Ավետիսյանը։ Սա զուտ ինֆորմացիա չի Արցախի մասին, այլ նաեւ հոգու թռիչք։ Երբ որ Գանձասարում երկրային ժամանակը կանգ է առնում կամ դարի վանքում գիտես, որ աղոթքդ երկինք է բարձրանալու, այս ամենը պետք է զգաս։ Ուղղակի խոսքեր չեն, որ դու վերցնես, ինֆորմացիա չի դու վերցնես եւ ուղղակի մատուցես ֆիլմում, այլ պետք է զգալ։ Որ քանի մայրամուտ եւ արևածագ ես տեսել, այնքան հասունանում ես։ Այսինքն ռեժիսորի մոտ, ստեղծագործող մարդու մոտ հասունացման process-ը շարունակվում է տարիներ շարունակ, որքան նա ապրում է։ Եվ բնականաբար հասունացման շրջանով, երբ դու անց ես կացնում քո միջով, ամեն անգամ այլ ես տեսնում։ Բնականաբար, անցել է 6 ամիս։ Ես չէի ուզենա, որ 6 ամիս անց որևէ բան նկատած չլինի, որ այ ես հիմա սա այլ ձև կանեմ։ Ես փառք Աստծո, որ 6 ամիս տարբերությամբ հասկանում եմ եւ տեսնում եմ այդ։ Ինչ դժվարություններ կան այսօր երիտասարդ կինոռեժիսորների համար Հայաստանում հենց։ Գիտեք, դժվարությունների մասին չի ուզենա այսպես ծավալվել, բայց նյութի պակաս չկա, որպես այդպեսին։ Պետք է ուղղակի վստահել։ Պետք է ուղղակի վստահել ում։ Ռեժիսորին, վստահել երիտասարդին։ Պետք է ուղղակի, ես կարող եմ ասել իմ բանաձևը իհարկե։ Գրել աստվածային շնորհը, հաջող լինել Աստծուն, որպես այդ տաղանդը, որովհետև դա մարդուց չի, այլ Աստծուց է, ունենալ դա եւ լինել աշխատասեր, լինել համառ, չփորձել նահանջել, չփորձել անել ուղղակի անելու համար եւ ֆիլմոգրաֆիայում ուղղակի ավելացնելով մեկ տող, այլ անել լավ ֆիլմ։ Ուղղակի պետք է խստապահանջ լինել եւ աշխատասեր։ Միջոցներ կան Հայաստանից, Արցախից դուրս ֆիլմը ներկայացնելու։ Ես այն երջանիկ ռեժիսորներից եմ, որին չեն ճանաչում, շատ
վայրերում, բայց իր ֆիլմերը դիտում են։ Ցուցադրվել են տարբեր երկրներում, տարբեր փառատոների, իհարկե նաև շատ հաջողություններ, այնպես որ նպատակը ֆիլմի, որ նա լինի ունենա երկար կյանք, նա լինի երկարատև, որովհետև ֆիլմը դարակների վերադրած սա Ոչ մեկին պետք չէ։ Այո, ոչ մեկին պետք չի։ Ֆիլմը ճանապարհորդում է անկախ ռեժիսորից։ Քիչ առաջ ես ասացի, որ դիտում եմ ֆիլմերը չճանաչելով ռեժիսորին, ու դա էական չի։ Կարևորը որ ասենք Նեապոլում, Իշչինա ֆիլմ ֆեստիվալում կամ ասենք Իհլավա ֆիլմ ֆեստիվալում, Հանովեր ֆիլմ ֆեստիվալում ֆիլմերը ցուցադրվում են։ Եվ ես խնդրում եմ, ասենք իմ ընկերներին, որոնք ապրում են Մարսելում, օրինակ իմ ընկերոջը ասում, գիտես, կարող ես ներկա գտնվել։ Իհարկե շատ փառատոների ես ներկա եմ գտնվել եւ այդ բերկրանքը, այդ երջանկությունը ինքս եմ վայելել եւ տեսել։ Արցախի թեման այնքան խորն է ու բազմաշերտ, որ կարելի է անդրադառնալ դրան ինչքան ուզես, ասում է Ջիվան Ավետիսյանը։ Առաջիկայում ռեժիսորը նպատակ ունի նկարահանել եւս մեկ ֆիլմ, այս անգամ արդեն խաղարկային, որը պատմելու է Մարաղայի դեպքերի մասին։ Ես աշխատում եմ թե գեղարվեստական ժանրում եւ թե դոկումենտալ, իսկ նպատակներ, այո, ես հիմա իմ նոր պլաններում խաղարկային ֆիլմի վրա եմ աշխատում։ Հուսամ, որ Ինչ, եթե գաղտնիք չէ, արդեն կա ինչ որ պատրաստություն նկարահանված կամ Չէ, նկարահանված չէ, բայց սցենարը ավարտուն վիճակի է եւ հիմա ստեղծագործական խմբի հետ ես Արցախում փնտրում եմ տեղանքները, նկարահանման վայրերը։ Այո, դեպքերը պատմում են 20 տարի առաջ տեղի ունեցած Մարաղա գյուղի ջարդերի մասին եւ մի աղջկա պատմություն է, աղջկա հիշողություն, աղջկա հայացքով ներկայացվող ֆիլմ 6 տարեկան Լենայի, նրա գերությունը եւ հետագայում փոխանակումը։ Կարծում եմ, որ սա եւս մի նոր էջ է բացելու Արցախի պատմության, նաեւ ազգագրական պայքարի, պատերազմի, հրահրված պատերազմի թեմայի մեջ եւ դարձյալ ֆիլմը փորձում ենք ստեղծագործական խմբով կառուցել այնպիսին, որ հասու լինի եւ ընկալելի լինի ոչ միայն Արցախում Արցախը եղել է հին քաղաքակրթությունների խաչմերուկ, առևտրային, մշակութային, քաղաքական կարևոր եւ ակտիվ շրջան։ Դրա համար էլ ծովից ծով Հայաստան ստեղծած աշխարհակալ հայոց արքա Տիգրան Մեծն իր անունով հիմնադրած 4 տիգրանակերտներից մեկի կառուցման համար իբրև վայր հենց Արցախն է ընտրել։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում սոցիալական ցանցերում, ինֆորմացիոն կայքերում եւ հայկական հեռուստաալիքներով քննարկվող թեժ թեմաներից մեկը Եվրոտեսիլ 2012-ն էր։ Մի խումբ հայ երգիչներ հանդես են եկել Հայաստանի հանրային հեռուստարադիո ընկերությանը Եվրոպական հեռարձակման միությանը ուղղված հայտարարությամբ, որում բոյկոտում են Եվրոտեսիլ 2012-ը հրաժարվում մասնակցությունից։ Եվրոտեսիլ 2012-ի ու հայկական բոյկոտի թվացյալ ու իրական պատճառների մասին մեր հաջորդ սյուժեում։ Անցած տարվա Ադրբեջանի Եվրոտեսիլյան հաղթանակից ի վեր Հայաստանում քննարկման առարկա էր հայ երգչի մասնակցությունը Բաքվում կայանալիք այդ մրցույթին։ Ինչքան էլ տարօրինակ թվա, վերջնական որոշում կայացնող կողմը Հայաստանի հանրային հեռուստարադիո ընկերությունն այդ քննարկումներում ամենապասիվ դիրքերում էր։ Իսկ ահա ամենատարբեր ինֆորմացիոն աղբյուրներում արդեն սկսել էին խոսել հավանական բոլոր թեկնածուների մասին՝ Դորյանց, Ռազմիկ Ամյան, System of a Down, Լյուսիամուն եւ այլք։ Իդեպ ԶԼՄ-ները չէին զլանում հաճախակի շոշափել այս թեման, երևի թե նաև այն պատճառով, որպեսզի հանրայինը վերջնական եզրակացության գա ու դիրքորոշումն արտահայտի։ Եվրոտեսիլի հայկական պատվիրակության պատասխանատուները վերջապես հանդես եկան հայտարարությամբ, որ մենք քաղաքակիրթ ու ավելի զարգացած ազգ լինելով չենք հրաժարվում մասնակցել մեր հակառակորդի երկրում կայանալիք երաժշտական մրցույթին, ինչպես նրանք դա արեցին անցյալ տարի մանկական Եվրոտեսիլի ժամանակ։ Մարդիկ շունչները պահած սպասում էին, թե ի վերջո ով է լինելու այն համարձակը, որը պիտի բարձր պահի հայոց պատիվը Բաքվում։ Հավանական մասնակիցներն էլ արդեն պատրաստ գործեր ունեին ու սպասում էին նախընտրական փուլին, երբ մի խումբ հայ երգիչներ, ընդ որում այնպիսիները, ովքեր հայկական երաժշտական կյանքի համեմատաբար լուրջ դեմքերն են, հանդես եկան Եվրոտեսիլը բոյկոտելու հայտարարությամբ։
Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով եւ կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի, մի երկրում, ուր մուտքն արգելված է ազգությամբ հայ որևէ մեկի համար, եթե նույնիսկ նա այլ երկրի քաղաքացի է, ինչին ականատես ենք լինում գրեթե յուրաքանչյուր ամիս։ Մենք կոչ ենք անում Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել այդ երկիր մասնակից ուղարկելուց եւ միաժամանակ հայտարարում, որ մենք այժմ էլ պատրաստ ենք մասնակցելու Եվրոտեսիլ 2012-ին, եթե Եվրոպական հեռարձակողների միությունը որոշի մրցույթը տեղափոխել ցանկացած այլ երկիր, նշված է հայտարարության մեջ։ Բոյկոտի պատճառը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ժամկետային զինծառայողի մահն էր ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից։ Բնականաբար նման անսպասելի հայտարարությունը չէր կարող անտարբերության մատնվել ԶԼՄ-ների կողմից։ Այս թեման ոչ միայն քննարկվում, այլև բավականին սուր մեկնաբանությունների ու տեսակետների տեղիք է տալիս։ YouTube-ում նույնիսկ այդ առիթով ծիծաղաշարժ անիմացիոն տեսահոլովակ է հայտնվել։ Արդյոք Եվրոտեսիլից 2 ամիս առաջ խելամիտ քայլ էր հրաժարվել մասնակցությունից այն դեպքում, երբ հայտն արդեն ներկայացվել էր։ Եվ միթե ծիծաղի առարկա չդարձանք մեր առանց այդ էլ հոխորտածող հակառակորդի աչքում, ցույց տալով, որ մենք պարզապես պատրաստ չենք գնալ ու հաղթել Բաքվում։ Եվրոտեսիլյան բոյկոտը մեկնաբանելու ակնկալիքով դիմեցինք Արցախի ձայներ նախագծի հիմնադիր ղեկավար Լիրա Քոչարյանին։ Եվրոտեսիլին երկու ձև կարելի է վերաբերվել կամ մենք հայերս երկու ձև ենք վերաբերվել, այսինքն այս վերջերս պարզվեց, որ կա երկրորդ ձևը վերաբերվելու։ Առաջինը միգուցե այդքան չմտածված կամ ոչ արդարացված շատ մեծարելու այդ մրցույթը, երկրորդը լրիվ իրան ոչնչացնելով եւ ասելով, որ Եվրոտեսիլը ինչ է հայերի համար։ Եթե Եվրոտեսիլը ոչ մի բան չի, ոչ մի նշանակություն չունի հայերի համար, ապա ինչի ենք մինչև հիմա անցած բոլոր տարիները այդքան լուրջ վերաբերվել այդ մրցույթին։ Եթե մենք լուրջ ենք վերաբերվում այդ մրցույթին եւ սպասելիքներ ունենք քաղաքական, մշակութային եւ այլն, ապա ավելի լուրջ անցյալ տարիներին պիտի վերաբերվեինք այդ մրցույթին նախապատրաստմանը եւ մասնակցությանը վերաբերյալ, այսինքն անլուրջ, անպատրաստ երգիչներ չուղարկեինք, վատ երգեր չուղարկեինք, վատ բեմադրություն չուղարկեինք, կազմակերպեինք արդար ընտրություն։ Եվրոտեսիլին կարելի է հաղթել, այնպես ստացվեց, որ ղարաբաղցիները ապացուցեցին դա եւ այսօր էլ կարելի է հաղթել։ Այն, որ այս տարվա Եվրոտեսիլը մեզ համար հիանալի առիթ էր փայլուն հաղթանակ տանելու եւ այն էլ մի երկրում, ում հետ մենք ունենք բազմաթիվ չլուծված քաղաքական խնդիրներ, միանշանակ է, ավելացնում է Լիրա Քոչարյանը։ Մենք կարող ենք այդ քաղաքարտը մեր հրաժարվելը Եվրոտեսիլից ավելի ճիշտ խաղարկել, ավելի իօգուտ հենց այդ նպատակներին։ Մենք կարող ենք դրանից ստանալ մաքսիմալ դիվիդենդներ քաղաքական, բայց մենք էլ չարեցինք։ Նույն մեր հրաժարվելը Եվրոտեսիլից մի տեսակ մանկական ինչ-որ բան էր պարունակում եւ արգումենտները, որը բերում էին վերջին էֆիրներում մեր գործիչները, երաժշտական երգիչներ եւ այլն, մի քիչ թույլիկ էին, մի քիչ ծիծաղալու էին։ Այսինքն, եթե ասվում է, որ վտանգավոր է, ինչի պիտի գնանք Բաքու, այսօր վտանգավոր է ապրել Ղարաբաղում, այսօր վտանգավոր է պոստերում, որտեղ մեր զինվորներն են կաղնած, այսօր վտանգավոր է ցանկացած դրսում համերգի կամ ինչ-որ միջոցառումների մասնակցել, որտեղ Ադրբեջանն էլ է մասնակցում կամ Թուրքիան է մասնակցում, այդ վտանգը ամեն տեղ էլ կա։ Իսկ երգիչը նույն զինվորն է, եթե ուրիշ բան է, եթե երկրի ղեկավարությունը որոշում է, որ չէ, չենք թույլատրում, պետք չէ գնալ։ Այս դեպքում իհարկե պետք է քննարկել եւ ինչ որտեղ համաձայնվել դրա հետ, բայց եթե երկիրը ասի, որ դու պիտի գնաս, դու դառնում ես զինվոր, միգուցե մշակութային դաշտում քո պատերազմը շարունակվում է, ինչպես կարելի ասել, վտանգավոր է չգնանք։ Համաձայն չեմ, սպորտսմենները գնում են։ Կա մի հանգամանք եւս Սփյուռքի հանգամանքը, որի համար Եվրոտեսիլը միգուցե լուրջ մրցույթ չի կամ հետաքրքիր չի։ Այստեղ հետաքրքիրը Սփյուռքին այն է, որ հայերը այդ գաղափարի շուրջ նորից միանում են։ Ինչպես Թելետոնին են միանում, ինչպես 24-ին են ապրիլի միանում, սա էլ է մի առիթ, որի
շուրջը հայությունը միանում է եւ դա մեզ տալիս է ուժ ամեն անգամ։ Միգուցե այդ ուժն է, որը մեզ օգնել է հաղթել Եվրատեսիլում, չէ՞։ Այս անգամ Սփյուռքը մի մարդու նման կանգնած կլներ։ Իդեպ զրուցակիցս նշում է, որ այս բոլոր տարիների ընթացքում Եվրոտեսիլի հայաստանյան կազմակերպիչները թերահավատությամբ են մոտենում Արցախից մասնակից ունենալու հարցին։ Այնինչ անցած մանկական մրցույթում տարած մեր հաղթանակը արդեն իսկ խոսում է այն մասին, որ հենց Արցախում կարելի է գտնել այսպես ասած մշակույթի լավագույն զինվորին, առավել եւս այն դեպքում, երբ մրցույթը կայանալու է Բաքվում։ Մենք էլ կարող ենք մասնակցել նախընտրական փուլին եւ գնալ Բաքու։ Եվ համոզված եմ, որ մենք լուրջ հայտ կներկայացնեինք որպես հաղթող թիմ։ Մենք ունեինք նյութ, մենք ունեինք լավ երգիչներ, մենք ունեինք լավ գաղափար, որը կարող էր հաղթական լինել, կարող էր հաղթեր Բաքվում։ Թիմը Արցախի ձայնի արդեն մի 3-4 ամիս սրանից առաջ հրաժարվել է մտքից, որ կարող է թեկուզ նախընտրական փուլի մասնակցի, քանի որ մասնակցելու համար ես հաշվում եմ կես տարի ժամանակ է պետք միայն նախապատրաստվելու նախընտրական փուլին։ Մեծահասակների Եվրոտեսիլում Հայաստանի ունեցած բոլոր անհաջողությունները Լիրա Քոչարյանը բացատրում է նրանով, որ հանրային հեռուստառադիո ընկերությունը լուրջ չի վերաբերվում այս մրցույթին։ Ես ինչ որտեղ հաշվում եմ, որ H1-ը միգուցե անցած տարիներին այնքան լուրջ չի վերաբերվել Եվրատեսիլի նկատմամբ իրենց պարտավորություններին, աշխատել են փնթի, աշխատել են ոչ պրոֆեսիոնալ ինչ որտեղ եւ այսօր մենք պիտի արդեն ունենայինք հաղթանակ մեծերի Եվրատեսիլում, որ չափսոսեինք, որ չեն գնում Բաքու։ Երևի ճիշտ կլինի, որ մենք մեր այդ քաղաքականությունը կամ մեր հայրենասիրությունը դրսևորենք մշակութային դաշտում։ Մեր հաղթանակներով ապացուցենք, որ մենք զինվոր ենք, բայց մշակութային դաշտում եւ ոչ մեկից չենք վախենում։ Այո, այս տարվա Եվրոտեսիլն իսկապես կոկորդում մնացած ոսկորի նման, այն հետ տալն ավելի հեշտ էր, քան կուլ տալը։ Հուսանք առաջիկա տարիներին նման իրավիճակներում չենք հայտնվի ու վերջապես կունենանք սպասված հաղթանակը։ Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ։ Անի վարդը ձեր էկրաններին կլինի 2 շաբաթից, բարի գիշեր։